Դուք նշում եք, որ չհանձնված մանկապարտեզի որակն են անդադարում ցույց տալիս ընդդիմադիրները, իսկ երբ ասֆալտապատում եք իրականացնում եւ հաջորդ տարի այդ ասֆալտապատված հատվածում կրկին փոսալցումներ է արվում, կրկին բյուջեից գումար է հատկացվում։ Որտե՞ղ 50 կիլոմետր հիմա մեկնաբան եմ, 50 կիլոմետր կներեք։ Երևան քաղաքի ճանապարհների երկարությունը դուք գիտեք ինչքան է։ Մենք նախորդ տարի 50 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ ենք արել Երևան քաղաքում, այդ 50 կիլոմետրին էլ տերմոպլաստով գծանշումներ են արել։ Խնդրում եմ ինձ տարեք ցույց տվեք այս 50 կիլոմետր ասֆալտապատման աշխատանքների վրա եղած փոսերի վերաբերյալ խնդիրները։ Ես նախորդ տարվա ես այսպես ասեմ, հարգելիներս, ուրեմն ամեն տարի այո Երևան քաղաքում նաև անձրևներով, առատ անձրևներով պայմանավորված տարբեր հատվածներում ասֆալտի վիճակը գնալով ավելի վատթարանում է, ենթակառուցվածքով նաև մաշվող ջրի խողովակներով, կոյուղիներով այո ճանապարհների վիճակը գնալով վատթարանում է եւ այո Երևանի քաղաքապետարանը հիմնարար լուծումներ է տալիս։ Հիմա իհարկե փոսալցման աշխատանքները մենք մեկ ամիս հետո ամբողջը կանենք կավարտենք, ամբողջ քաղաքով կանենք կավարտենք, էլի ժամանակավորապես այդ հարցի մասին կմոռանանք, էլի հաջորդ տարի գարնանը որոշ չափով կվերադառնանք, բայց ամեն ինչ համեմատության մեջ է պետք տեսնել, կներեք նախորդ տարի այս ժամանակ շատ ավելի մեծ ծավալի խնդիրներ ունենք, շատ ավելի մեծ ծավալի աշխատանքներ ունենք անելու, այս տարի ծավալները էլի կան, բայց նույնը չեն։ Հաջորդ տարի էլ ավելի քիչ է լինելու, այն մյուս տարի էլ ավելի քիչ է լինելու ու այդպես շարունակով քանդվում են դարած անձրևը, էլի նույն հեղեղների էր վերածը Երևանը, լավ, սա առաջին դեպքը չէ, այս պատմությունը անդադ կրկնվում է։ Ամեն անգամ տեղացած ձնից հետո անձրևից հետո Երևանը քաոսի է վերածվում։ Այս խնդիրը լավ ինչու չի կարողանում լուծվել։ Ընդ որում Էլի ամեն հեղեղից հետո նման վիճակն է ստեղծում Երևանում։ Մարդ կներեք։ Ամեն ձեզ կանչում են ոնց որ։ Չէ, բայց ձեզ են ոնց որ կանչում։ Ամեն անգամ տեղացած անձրևից հետո օրեր առաջ էլ տեսանք Երևանը քաոսի է վերածվում, մարդիկ չեն կարողանում մեքենա վարել։ Վերջացնենք, խոսենք։ Դա Պարոն Ավենյան, դուք կիսում եք մի րոպե պատասխանի հարցին հետո լավ։ ամփոփ վերջը էլի կներեք։ Ինչու այս հարցը չի կարգավորում, որ ամեն անձրևից, ամեն ձնից հետո Երևանը մի քաոսի է վերածվում, չէ՞, այս մարդիկ չեն կարողանում երբևէ կներեք, ամենայն հակառակ մենք հələ Երևանի քաղաքապետարանը կլիմայական փոփոխությունների դեմ իր լիազորությունների շրջանակում մեծ գործիքակազմ չունի։ Ես ուզում եմ բոլորին տեղեկացնել, անձրևների քանակը Երևան քաղաքում ավելանում է եւ գնալով ավելանալու է եւ դա ընդհանուր պայմանավորված է աշխարհում կլիմայով փոփոխությամբ։ Այսինքն կներեք մի րոպե։ Ամեն տարի մենք ունենալու ենք ավելի շատ անձրև եւ համապատասխան գործողություններ պետք է Ժորժ ջան կներեք։ Պարոն Ավենյան, մի հարց Այնագրությունները ավտոբուսներում ձեզ չեն մտահոգում։ Կինոյի մի հատ էլ բան արեք, էլի, չեղավ։ Անիվ 0 դրամ, անիվ հիմնադրամի 10 մասին միլիոն դրամ աշխատավարձ ստացել։ Անիվ հիմնադրամից ես ոչ մի աշխատավարձ չեմ ստացել։ Ես անիվ հիմնադրամից, անիվ ՓԲ-ից երբևէ աշխատավարձ չեմ ստացել եւ անիվի մասով քրեական գործը թող ավարտվի, թող ամփոփվի, ես մանրամասն հարցադրում եմ։ Բարորների Բան հարցաքննվել եք։